Իսրայելում ռազմական գործողությունների 6-րդ օրը մոտ 4000 մարդ է տարհանվել, տուժածների թիվը 1000-ի է հասնում։ Տասնյակ շենքեր Իսրայելում հողին են հավասարեցրել իրանական հրթիռները։ Այս գիշեր Իրանը լայնամասշտաբ գրոհ է ձեռնարկել իսրայելական քաղաքների ուղղությամբ, օգտագործելով գերժամանակակից զինատեսակներ։ Հողին են հավասարվել բազմաթիվ շենք, շինություններ, ռազմական օբյեկտներ։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստովանում է, որ 1100 օբյեկտի է հարվածել Իրանը։ Քաոս ու անելանելի դրություն է իսրայելական քաղաքներում, խոստովանում են բնակիչները, Թել Ավիվը ամբողջ գիշեր ծխացել է։ Այս տեսանյութում լսվում է, թե ինչպես է բնակիչներից մեկն ասում. Իրանը Թել Ավիվը վերածել է Գազայի, չգիտեմ, թե քանի օր կդիմանանք։ Առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառվել են Ֆաթահ գերձայնային հրթիռներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրենց նոր սերնդի հրթիռները ոչնչացրել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Անհրաժեշտ է վճռականորեն գործել ահաբեկչական սիոնիստական կազմակերպության դեմ։ Մենք սիոնիստների նկատմամբ մեղմ չենք լինելու։ Իրանի զինուժի նորանշանակ շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին Իրանի հակագրոհներն անվանել է սիոնիստական ռեժիմի դեմ պատժիչ գործողությունների ծրագիր, որն արվում է միայն զսպելու նպատակով։ Իրանի նախագահը զգուշացրել է, որ տարածաշրջանը կարող է երբեք խաղաղություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան Իրանի նկատմամբ շարունակվի։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով Իսրայելն անտեսում է միջազգայինորեն ընդունված բոլոր կանոնակարգերը։ Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է իրենց ռազմաօդային ուժերի ավելի քան 50 կործանիչներ։ Դրանք ըստ իսրայելական կողմի գիշերը հարձակվել են Իրանում ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության օբյեկտների վրա։ ՄԱԳԱՏԷ-ի տեղեկություններով Իսրայելը Իրանում հարվածել է դրանցից մեկին։ Վնասվել է 2 շենք և Թեհրանի հետազոտական կենտրոնը։ Սակայն իրանական կողմը պնդում է, որ իրենց միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկելի է։ Միջուկային օբյեկտներում իրավիճակը լավ է, փառք Աստծո, մեր ժողովուրդը հպարտ է և հզոր, և նրանք երբեք չեն ընդունել բռնապետությունը և երբեք չեն հանձնվել։ Թշնամին կարող է վստահ լինել, որ բռնության ճանապարհը իրենց ոչ մի տեղ չի տանի։ Իրանի մայրաքաղաքից մինչև հիմա պայթյունների ձայներ են լսվում։ Այսօր առավոտյան Քերմանշահ քաղաքին են կրկին հարվածել իսրայելցիները։ Ըստ իրանական լրատվամիջոցների Իրանում զոհվածների թիվը 585-ի է հասել, վիրավորները 1326 են։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։